Բարևձեզ, այսօր յուրատապանի հյուրերն են Հայաստան ժողովրդական նախաձեռնության անդամները։ Այսօրվա ասուլիսի թեման է ներքաղաքական իրավիճակը, ԿՊՀ հակամարտությունը և դրա հնարավոր հետևանքները։ Մենք խնդրել ենք բանախոսների գնահատել ստեղծված իրավիճակը և Հայաստան ժողովրդական նախաձեռնության անդամները պատրաստում են հանդես գալ երկիրը ներքաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու կոնկրետ առաջարկներով։ Մեր հյուրերը այսօր բազմաթիվ են և ես կխնդրեի ելույթներից առաջ, եթե կարելի է ներկայացեք նոր, ուրեմն ներկայացրեք ձեր տեսակետները։ Համեցեք ով է սկսում։ Սիրո, Իշխան Թովմասյան, Հայաստան ժողովրդական նախաձեռնության խորհրդի անդամ։ Ուրեմն քաղաքական դաշտի հարցի քննարկման հետ կապված ճիշտ ասած, մենք չենք պատկերացնում, որ Հայաստանի քաղաքական դաշտը պատկանում է միայն ԲՀԿ-ին կամ ՀԿԿ-ին։ Քաղաքական դաշտ ասելով հասկանում ենք, փառք Աստծո, ինչպես ասում են, 76 քաղաքական կուսակցություն կա, հասարակական կազմակերպություն կա և վերջապես այսօրվա դրությամբ արդեն անհատ քաղաքացիներն իրենք են նախաձեռնությունը վերցնում իրենց ձեռքը։ Մեր այսօրվա հիմնական ասուլիսի նպատակը կայանում է մեկ բանում, որ մենք ուզում ենք հայտարարել այն բոլոր իրականության հետ բախվող ու մեր ականատես լինելը, պատճառները անհնարավոր մեկ ասուլիսով որևիցե մեկը կարողանա տալ, գնահատականը և ինչպես դուք նշեցիք, շնորհակալ ենք երգը, հիմնականում երգը ինչպես ենք տեսնում։ Եվ ցանկանում եմ մինչ հարցերի մեզ տրվել են, մենք սովոր ենք արդեն ոչ միայն բանին, այլ լրատվության կողմից նման բլոկադային դրամալ Հայաստան ժողովրդական նախաձեռնության բազմաթիվ անդամներ ընդունել են արդեն ռազմավարություն, որ ամենաճիշտը անհատ քաղաքացիների հետ հանդիպելն է, բացատրելը, ասելը և համապատասխան օրը միջոցառումը անցկացնելը։ Երբ մենք Ես լիազորված եմ հայտարարելու, որ եթե այսօր որևիցե մի ուժ ցանկանում է որևէ հարցազրույց տալ, անպայման նա պետք է պատրաստ լինի կամ երկկողմ պիտակավորմանն ու քննադատությանը, կամ եթե երկուսից մեկի առաջարկություններին հավանության արժանանա, ապա մյուսի։ Վստահաբար հայտարարում եմ, Հայաստան ժողովրդական շարժումը ոչ մեկի չի համագործակցել, չի համագործակցելու, ոչ մեկի կողմից ստեղծված չէ, Հայաստան ժողովրդական նախաձեռնության հիմնական համագործակցվող ուժը դա միակն է, դա ժողովուրդն է, որի հետ համագործակցում են և ցանկանում ենք այս վիճակից դուրս գալ։ Ես գտնում եմ, որ այսօրվա այս ասուլիսում բանախոսները կասեն ճիշտ է համառոտ, բայց շատ հիմնավոր ու համոզիչ, և եթե կլինեն հարցեր, սիրով ես կցանկանայի հիմա առաջին հարցի պատճառների մասին ձայնը տրվի Պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոս Վարդան Պետրոսյանին, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ստեղծված իրավիճակը գնահատելու համար ես ուզում եմ մենք հետ գնանք իրենի 28 տարվա չափով 88 թվականին բացառիկ իրավիճակ էր, ժողովուրդը միասնական էր, ժողովուրդը ուներ ազգային ազատագրական խնդիր, ժողովուրդը վեր կացավ, ընտրեց ցավոք սրտի մի անգամ էր հնարավորությունը տրվեց ժողովրդին, չգիտեմ ինչի տրվեցին, բայց տրվեցին, ընտրեց իր իշխանությունը գերագույն խորհուրդը, որը առաջին փուլը պատերազմը հաղթանակով տարածքների վերադարձումը ապահովեց։ Բայց տեղի ունեցավ մի շատ վատ բան, բնականորեն այդ տարիներին հոգնեց և ժողովուրդը, և ազգային ազատագրական այդ ուժերը, որ ապահովեցին առաջին փուլը։ Այդ հոգնածության հաջորդ փուլին ակտիվացան, այսպես ասած, պասիվ վիճակում գտնվող ուժերը, որոնք վերցրեցին իշխանությունը և նպատակը մեկն է շատ պարզ ու հասարակ։ Իրենց ստամոքսի հարցը լուծել է։ Արագ սկսվեց տալանը բոլոր մեթոդներով,
որը ժանդարվում էր բնականաբար նաև դրսից, և ձևավորվեց ունևորների մի խավ, որոնք ոչ թե այսպես ասած սոցիալապես ապահովված անձիկ են, այլ օլիգարխներ, որովհետև այդ ունեցվածքը պահելու բազմապատկելու միակ միջոցը դա նաև իշխանությունը ձեռքում պահելն էր։ Այդ դժբախտությունը դրանում է։ Հիմա որակական առումով օլիգարխիան, որը այն հարուստ մարդիկ են, որոնք նաև հաստացի իշխանություն են իրականացնում մեր երկրում, ցանկացած երկրում են իրանք նույն բանը կանեն։ Միակ նպատակը իրենց իշխանության վերարտադրումն է, իրենց անվտանգության երաշխիքը այդ ձևով ապահովել։ Իրենց պահվածքը կանխատեսելի է և փոփոխման ենթակա չէ։ Հայաստանը օր առաջ պետք է ազատվի օլիգարխական համակարգից, միակը և անխուսափելի։ Հիմա սա մենք ասում ենք, բայց պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ երևույթը։ Բնության մեջ նմանատիպ մոդելներ կամ կրկնվում են և հետևանքները։ Ներեցեք կենսաբանական մարդ ապրում է նորմալ վիճակում։ Մարդու հոգեկան վիճակը ինչ-որ մի խնդիրներ առաջանում և մարդու մոտ առաջանում է որևէ օրգանում չարորակ օջախներ, որոշակի բջիջներ ներսում փոխում են իրենց մուտացիա և դառնում են չարորակ գոյացումներ։ Այդ գոյացումները օրգանիզմի ներսում կարևորում են իրենց դերը օրգանիզմում ավելի, քան իրականում իրենք պետք է լինեն և սկսվում են մետաստազները։ Արդյունքում նրանք ավելի են հզորանում և ոչնչացնում են այն օրգանիզմը, որտեղ իրանք գոյություն ունեն, չհասկանալով, որ դրանից հետո իրանք են ոչնչանալու։ Սա պարզ մեխանիզմ է, դրա լուծումները գիտենք ինչպիսին է, դրա լուծումը համոզելու մեջ չի, ոչ ոք դեր չարորակ ռակի որևէ բուժման մեթոդ համոզելով չի, նրանը միայն հեռացման միջոցով կամ վիրահատական ճանապարհով է հեռացվում օջախը և իր հետևանքները կամ քիմիական ճանապարհով ոչնչացվում։ Այս մոդելը, ես որպես կիբեռնետիկ եմ ասում, ամեն ինչը բնության մեջ նույն մաթեմատիկական այդ մոդելների և կառավարման է ենթարկվում։ Այս մոդելը նաև գործում է հասարակական օրգանիզմի մեջ։ Հիմա օլիգարխիան դա ինքը իր բնույթով չարորակ երևույթ է։ Համոզել նրան, որ նա այդ կարգավիճակով որևէ մի լավ բան անի, չի ստացվի ուղղակի, որովհետև նա իր հարստությունը պահելու միակ ճանապարհը համարում է, որ երաշխիքները միայն իշխանությունն է ապահովելու, հետևաբար նա չի հրաժարվում։ Ասել, թե անհատ յուրաքանչյուրը անհատապես վատ անձնավորություն է, չեմ էլ ուզում քննարկեմ, կարող է շատ լավն է։ Այո, բայց այն ժամանակ, երբ որ այդ անձնավորությունը իր տեղում լիներ, ուտեր, խմեր, ես չգիտեմ, մի քիչ ավելի լավ ապրել, քան մյուսները, ոչ ոք դրան դեմ չի, բայց երբ որ ինքը իր վրա վերցնում է մի պարտավորություն ազգի խնդիրները լուծելու, որ ինքը չի պատկերացնում և իր խնդիրը չի։ Հայտնվում այդ տեղում, որ պետք է ազգի խնդիր լուծում է զուտ իր անձնական հարստության պահպանման խնդիրը։ Դժբախտությունը նաև նրանում է, որ օլիգարխները չեն հասկանում, որ այդ հարստությունը կոպիտ ասած իրենց հետ չի։ Համաշխարհային տնտեսության մեջ մի վայրկյանում է իրենց նման հարուստների սարքել բոժ։ Մի վայրկյան է տևում։ Ներքաղաքական զարգացումներում նույնպես նման ձև կլինի, դուրս չես գա, թիմայի խնդիրը կոչնչացնեն հենց յուրայինները, այդպիսին է օրենքը, իրենց ներսի օրենքը այդպիսին է։ Դրա համար էլ իսկ մենք դրա հետևանքներն ենք տեսնում մեր անձնական կյանքում և խնդիրներում։ Հիմա այսպիսի համակարգով գնալ առաջ աշխարհում տեղի ունեցող պրոցեսներում և ակնկալել, որ Հայաստանի առաջ ծառացած խնդիրները կլուծեն բնական է, այդպես չի։ Ուղղակի անհնար է, իրենք ի վիճակի չեն, ինչքան էլ բարեփոխվեն և այլն։ Դրա համար մենք պետք է ուղղակի ազատվենք օլիգարխական համակարգից կառավարման։ Սա է ամենակարևոր խնդիրը։ Հաջորդ խնդիրը բնականաբար լինելու է ազատումից հետո նաև
այդ ժողովրդի ինքնակառավարման միջոցով իշխանություն իրականացնելը։ Ու ասեմ, որ ես համոզված եմ, որ հայ ազգը այնքան հզոր պոտենցիալ ունի այդ տեսակետից, որովհետև հազարամյակների մեջ չի հաջողվել նրան ոչնչացնել, ինչու, որովհետև ինքնակառավարումը դրված է յուրաքանչյուր հայի գենի մեջ, սկսած իր ընտանիքից։ Հայ ազգին կարելի է ոչնչացնել մենակ այն ժամանակ, երբ ոչնչացնել հայ ընտանիքը։ Հենց հայ ընտանիքը քանի դեռ կա, հայ ազգ ոչնչացնել հնարավոր չի, որտեղ ինքը մեթոդներն ու ձևերը լավ գիտի կառավարելու, ինքնակառավարելու եւ իր խնդիրները լուծելու։ Բնականաբար ավելի մեծ մասշտաբի դեպքում ուղղակի պետք է միավորվել ամբողջ հայության եւ ավելի մեծ խնդիրներ լուծել։ Ու առաջին Դուք նշեցիք խնդիրները, բայց չառաջարկեցիք լուծումներ ու ինձ հետաքրքիր է ըստ ձեզ որն է այդ քաղաքական ուժը, որ կհեռացնի օլիգարխին կա Հայաստանի հիմա այդպիսի քաղաքական ուժ ուն եք պատկերացնում իշխանություններին հեռացնելը առաջարկեցիք, բայց ճանապարհը լուծումների այս ճանապարհի համար էր, որ մենք ասեցինք, էսա կասվի հստակ ու եթե հաղթ կառաջանա սիրո։ Հələ բանախոսները թող ասեն, որ թեմայի հետ կապված իրենց շատ բարի, ես մի հարց ունեմ, եթե կարելի է, դուք ձեր ամենասկզբում ձեր ներկայացության հիշեցրեցիք 88 թիվը եւ ասեցիք այսպիսի նախադասություն. ժողովուրդը միասնական էր։ Ժողովուրդը միասնական էր, թե ժողովուրդը կարողացավ միասնականանալ լիդերի արկայության դեպքում գոյություն ունեին, կային առաջ եկան լիդերներ, որոնք կարողացան համախմբել ժողովրդին եւ ապացուցել, որ իրենք ժողովրդի շահերին են ծառայում, այլ ոչ թե իրենց անձնական, կուսակցական, այլ եւ այլ։ Այսինքն ժողովուրդը միասնական էր 88-ին, թե ինչ-որ պայմաններ կային, որոնք 88-ին կային, այսօր չկան։ Դե զուտ մարդկային առումով շատ հաճելի է լինում, երբ որ մարդը ասում է, այո, այդ լիդերներն էին եւ այդ լիդերների հետևից գնում էին։ Քանի որ ես եղել եմ Գերագույն ժողովրդի պատգամավոր, այսինքն մի ինչ-որ լիդերներից մեկն ես եմ եղել եւ շատ հաճելի կներ այդպես ասել։ Բայց այդ հավատացեք, այդպես չի։ Հենց որ որևէ մի անձնավորություն, որը հայտնում է այդ կարգավիճակում, լիդերներից որևէ մեկի կարգավիճակում, հենց ինքը երբ որ մտածում է, որ իրենով է պայմանավորված process-ները, շատ տխուր հետևանքներ ունեն։ Ավելի տխուր հետևանքներ ունեն, եթե մնացած բոլորը, այո, պայմանավորվում են իրենց գործողությունները այդ անձով։ Որովհետև այդ անձները մենամա սովորական մարդ է, եւ այդ մարդը եթե հետո սխալ բան է անում, ուրեմն բոլոր պատկերացումները փլզվում են։ Իրականում պետք է հասկանալ, որ այո, ժողովուրդը մի խնդրի շուրջ միավորվում է, այդ էներգետիկան ինչ որ ինքը հրում է, բարձրացնում է այդ մարդկանց, ինչ որ ֆիլտրացիա է անում, հետո երբ որ այդ կապը չի կտրվում, այդ մարդկանց եւ ժողովրդի, այ մարդը զգում է, ինքը հայ մարդը պետք է զգա, ինքը այ զգում է թե ինչպես հայ ժողովուրդը ամենակառավարելին է, երբ որ այդ կապը կա, այդ կապը որ չկա կառավարելի չի եւ որևէ մի խնդիր չի լուծվում։ Ես հարցը նորից տամ, ավելի հստակ տամ հարցը։ Դուք ասացիք 88-ին ժողովուրդը միասնական էր։ Փառք Աստծո, ես էլ 88-ից աշխատում եմ այս գործում, այսինքն լավ հիշում եմ այդ 88-ը եւ նույն միասնական ժողովուրդը։ Արդյոք այսօր ժողովուրդը միասնական չէ, փոխվել է ժողովրդի դիմագիծը, թե ինչը նպաստեք, պարոն Մարգարետ, ձեզ այդ հարցը ուղղեմ։ Ինչը ժողովրդի միասնականությունը բերեց հաղթանակի 88-ին եւ ինչը այսօր ոչ մի կերպ մենք չենք կարողանում։ Ժողովուրդը չի դադարել լինելուց միասնական։ Ժողովուրդը փոխել, արդյոք ժողովուրդի դիմագիծն է փոխել։ Ինչն է փոխվել։ Գիտեք, նախ ներողություն եմ խնդրում, բերեք ժողովրդին հանգիստով։ Մեզանից ոչ ոք այդպես անգամ ճակերտավոր լիդեր կոչվածները 20 տարի որ իրենց լիդեր են հայտարարում տրիբունայից, նրանք իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու։ Սա մեկ։ Ձեր հարցին միանշանակ պատասխանեմ, հետո անցնեմ իմ ասելիքներին։ Ձեր երկու դրված հարցադրումներին կարելի է պատասխանել։
որ ընթացքում համախմբվեց, կամ գիտեք հրապարակ իջավ Լևոն Տեր-Պետրոսյան։ Ղարաբաղ կոմիտե եւ նրա լիդեր Լևոն Տեր-Պետրոսյան։ Բայց ես բացելու եմ։ Արդյոք Ղարաբաղ կոմիտեի լիդերն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, թե։ Ես բացելու եմ, փորձելու եմ գնահատական։ Նախ երևի թե մեկ ամիս առաջ այս նույն դահլիճում, որտեղ կարծեք թե ավելի ակտիվություն կար, պրեսայի ներկայացուցիչներ, այսօր դատարկ դահլիճ է, բայց միայն հարգելով ձեր գործակալությանը մենք խոսք ասելու ենք, որտեղ միայն դեղին պրեսայի արկայությամբ չի, որ մեր գործը պայմանավորված է։ Պիտակավորենք աշխատում։ Չէ, ես կարող եմ կոնկրետ Բերեք դրան չանցնեն ժամանակ Բայց նորից կրկնում եմ, մեծ մասը դա դեղին պրես է, որտեղ երբ որ պետք է ճշմարիտ խոսք ասվի, նրանք չեն գնում։ Երբ որ իշխանության պատվեր կա, այնտեղ լեփլեցուն դահլիճներ են։ Երբ որ ամերիկյան ոհմակը Հայաստանում է, դահլիճներում տեղ չկա։ Չեն հարցնում ինչու են եկել։ Այդ ինչու հիշեցին Հայաստանը, Ուկրաինայից հետո։ Ինչ եմ ես ասել մեկ ամիս առաջ և վերջին 15 տարիների ընթացքում մեր ազգին Հայաստան երկրին մեր պետականությանը հայտարարված է պատերազմ։ Ես պետք է փորձեմ հիմնավոր, որպեսզի այսպես չհնչի։ Տեսեք, պատերազմը քաղաքական է, տնտեսական է, բարոյական է։ Քաղաքական ինչ է։ Քաղաքական էլիտա է եկել, ճակերտավոր էլիտա, որը բացարձակ հերո է քաղաքականությունից, նույն Գագիկ Ծառուկյան, նա որտեղ քաղաքականությունը որտեղ։ Կամ կարող եմ թվարկել, դա արդեն չեմ ուզում, ժամանակը չհրաշայ։ Կամ այլ մարդիկ, ովքեր 10 կուսակցության դրոշ են բարձրացրել, երբ որ զգացել են, որ այնտեղից գիտեք կա ինչ-որ օգուտներ, կամ աշխատում է ամերիկյան կանաչ թուղթը։ Թուղթ է, դոլարը թուղթ է, դա դրամ չի, վալյուտա չի։ Երկրորդ, բարոյական առումով, բերեք մեր հիշողությունը միգուցե կարճ է, մենք շատ արագ ուզում ենք մոռանալ։ Բերեցին մեզ հայտարարված աշխարհի ճակերտավոր տերերը, ովքեր տարին մեկ անգամ հավաքում են Բերմինգեմում, այդ արդեն 90-ից դարել է 145 անդամներ, որոնց ձեռքում կուտակված է 300 տրիլիոնից ավել գումար, և նրանք տանում են աշխարհը կործանման, որն է դա։ Նրանք մինչև նախանցյալ տարի պլանավորել են, որ երկրագնդի վրա պետք է բնակվի 1 միլիարդ մարդ, հիմա անցել են 500 միլիոնի, և իրենք պետք է կառավարեն աշխարհը։ Չկան պետություններ, չկան սահմաններ, չկան ազգություններ, չկան պատմություններ։ Կա մեկ աշխարհի կառավարություն։ Այնտեղ Ռոշելդը և իրեն նման շատ մարդիկ, բայց նրանք չեն ուսումնասիրել հայի գենը, հայի տեսակը, որի մասին փորձեմ ասել։ Երրորդ, բարոյական առումով, հետո էր ասում, որ մենք 5000, եթե ոչ 12000 տարի մեր մեծերը նախնիները չգիտեին ընտանիք ամուսնանալ, երեխա ունենալ, քանի երեխա ունենալ, երբ ամուսնանալ և այլն։ Բերեցին ընտանիքի պլանավորում, որ գիտեք, 1000 ներողություն, տղամարդը իրավունք չունի մեկ ամիս կնոջ մտնել, կամ կինը տղամարդու, կամ կնոջը և տղամարդուն մինչև այսօր շարունակում են զրկել, կնոջը ծնելիության պրոբլեմ է առաջանում, տղամարդուն իմպոտենցիալ։ Որն է դրա պատճառները։ Աշխարհի ամբողջ սնունդը, որը արգելված է, հատկապես մուսուլմանական աշխարհի, որը Եվրոպայում արգելված է, վերցրեք նայեք կատալոգը։ 3000-ից ավել արգելված նյութեր դրված են այն սննդամթերքի մեջ, որ հայ ազգը 25 տարի օգտագործում է։ Մեկ օրինակ, ֆիտա է, թե ֆատա է, ինչ-որ յուղ է, արդար յուղ են կոչում։ Երբ որ կարագի կիլոգրամը արժե մոտ $10, համարժեք դրան, ապա այդ յուղի կիլոգրամը մաքուր վիճակում արժե ընդամենը $1.5-2 և այսպես հազարավոր ցանկը նայեք։ Սա տանում է նրան, որ հայ մարդը բիոլոգիապես զրկվում է իրեն գոյատևման գենետիկ ֆոնդից։
Երրորդ, պատերազմի հիմնական նպատակն է եղել հզոր զարգացած Հայաստան երկիրը վերածել գաղութի տափաստանի։ Ինձ մոտ հարց է առաջանում, ես դեռ 92-93-ին աշխատելով գլխավոր վարչության պետ, ներքին գործերի համակարգում, որտեղ մտցնում էին Հայաստանի հայ քաղաքացու անձնագիրը, շատ արագ պատրաստ բերեցին, որտեղից բերեցին, որտեղից հայտնվեց Հայաստան երկրում վաուչերը։ Եվ ինչու այդ վաուչերով մի հասարակ մարդ, ինժեներ, մանկավարժ չկարողացավ ձեռք բերել գործարան, ֆաբրիկա եւ այլն։ Որտեղից։ Սա աշխարհի տերերի պատվերն էր։ Եվ ձեր հարցի պատասխանը, որ արդեն Ղարաբաղ կոմիտեն ազնիվ էր, մաքուր էր, մեծ մասը ազնվագույն մարդիկ էին, բայց այնտեղ կար հիմքում դրված պատվեր, քանդել Հայաստան երկիրը, որը գլխավորեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա է հարցի պատասխանը։ Եվ սա շարունակվում է այսօր։ Տեսեք, 90 թվականի հունվարի 1-ին կա ՑՍՀ-ի տվյալներ, Հայաստանի Հանրապետությունը բնակվել է 3.940.000 մարդ։ Բաքվից, Ադրբեջանից գաղթած 400.000-ով։ Այսօր 1.600.000 է։ Եվ այսպես շարունակ կարող եմ օրեր շարունակ այսպես բերել փաստեր, ոչ թե գիտեք այսօրվա այսպես հաջողախոսելու կամ ասելու, որ ես գործիչ եմ եւ այլն, ոչ, ես ցավում եմ, որ Հայաստան երկիրը կանգնած է կործանման շեմին։ Պարոն Մարգարյան, մի այսպիսի հարց, մեր ներքին իշխանությունները այդ սև գործում մասնակից են թե ոչ։ Թույլ չտվեցիք ասել, ես դրանով եզրափակելու եի։ Այդ պատերազմի ընթացքում նրանք բերել են իշխանության մարդիկ, ճակերտավոր մարդիկ, որոնք կապ չունեն երկրի, ազգի, պատմության, անցյալի հետ, եւ նրանք օգտվում են, դարել են օլիգարխներ, հասկանում եք միլիարդատերեր, որոնք կատարում են պատվեր։ Պատվեր է լինում ուրեմն Թուրքիայի հետ հարաբերություններ, այսպես պրոտոկոլներ եւ այլը, կամ ուրիշ այլ պատվեր։ Իշխանությունը չունի էլեմենտար դիմադրողականություն, որպեսզի դիմակայի այն արհավիրքների, որը տիրում է աշխարհում։ Սա միայն մեզ մոտ չի, աշխարհում է գրում այս գլոբալիզացիայի հետևանքները։ Ուրեմն Եվ ձեր հարցին այսպես պետք է պատասխանեմ։ Վերջին տեղ ունեցած դեպքերը, երբ որ անցյալ անգամ ես մի ժուրնալիստի ասում էի, թե դա Շինձո արհեստական բան է, Ծառուկյան եւ իշխանություն, երկու օլիգարխիկ խմբեր թատրոն են խաղում։ Եվ այս ժողովրդին հերթական անգամ տանում են այսպես սարեցման։ Դες միգուցե հայերեն չկարողանամ, դա պար են բաց թողնում։ Եվ ժողովրդի մասին։ Ժողովուրդը ինչու ես թվեր ասեցի, ենթարկվել է էրոզիայի, հասկանում եք, չկա են դիմադրությունը, չկա են կազմակերպվածությունը, ինչու համար, տասնյակ անգամ լսել, հավատացել է լիդեր կոչվածների, որոնք հրես Բաղրամյան պողոտայում 5 րոպե հետո պետք է վերցնել իշխանությունը կամ մարտի 1-ին, նրանք փախել մտել են առնետի նման իրենց դղյակները, ժողովրդին թողել են փողոցի կամքի քմաճույքին։ Մենք պետք է քննենք պատճառները, մենք անընդհատ, գիտեք, որ մի այսպես պատմաբան գրականագետ լինի, կարող է հազարավոր հատորներ գրել գնահատականների առումով, բայց չենք խոսում պատճառներից եւ ավարտեմ հետեւյալ անելիքները։ Անցյալ անգամ ասել եմ եւ նորից ուզում եմ դիմել, ձեր ուրեմն կանալը նայում են հազարավոր մարդիկ, ազգաբնակչություն, ժողովուրդ։ Սա արհավիրքի վերջն է, կամ պետք է կազմակերպվենք, կամ պետք է դուք վեր կենաք եւ իշխանությունը վերցնեք, դուք պետք է վերցնեք։ Դրա համար պետք է լինի ժողովրդի վստահության կառավարություն, դրա համար մենք պետք է հրաժարվենք Եվրոպայից թելադրված սահմանադրությունին եւ այլ օրենքների
Եթե ոչ այսպես գաղութացված ապրելու են երոզիան կտանի նրան, որ վերջում կմնա են պլանավորված 800,000-ից, սա է շնորհակալություն։ Հարցի ներողություն, ես նորից հետ եմ վերում, քանի որ վերջում դուք այդպիսի կոչով հանդես եկաք։ Ժողովուրդը չի կարող, ժողովուրդը դա մի անհատ, երկու անհատ աշխատող մարդիկ են, նրանք չեն կարող գնալ և անել այն, ինչ դուք առաջարկում եք։ Այնուամենայնիվ, եթե ոչ լիդեր որպես իդեմս մարդ, ապա կառույց, ինչ-որ կառույց պետք է խմբավորի, թե ոչ անհատներ պետք է գնան և կատարեն այդ աշխատանքը։ Այդտեղ է իմ հարցս։ Ուրեմն երբևիցե անհատը կամ մի խմբավորում չեն կարողացել լուծել իշխանության համակարգի փոփոխության խնդիր։ Դրա համար մենք պատահական չէ արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում ենք, ձևավորվել է և գործում է Հայաստան նախաձեռնությունը, որտեղ կան լրջագույն քաղաքական գործիչներ, ազնվագույն մարդիկ։ Մենք պետք է գնանք ժողովուրդ և ժողովրդին բերենք հրապարակ։ Դա չպետք է տևի տարիներ, ամիսներ և այլն։ Մենք չենք կարող Ծառուկյանների նման հայտարարել, մենք վճռական ենք մինչև վերջ։ Ոչ, մենք դիմում ենք ժողովրդին, որ մենք անելու ենք, գնալու ենք համակարգի փոփոխության։ Մոտենանք արդեն հիմնական այն բաներին, ինչ հիմնավոր ասեցին ճիշտ է համառոտ իմ ներգործընկերներ, ուրեմն նախ ձեր հարցին ի լրացում ես կուզենայի ասել, որ 88 թվականն այսօր ժողովրդին դնել նույն նժարի վրա հավասարացնելու, դա շատ անիրատեսական կլինի, որտեղ 88 թվականին ժողովուրդը հավատաց, թե իրեն ժողովրդավարության կոչերով փրկիչները ասում են այն, ինչ կյանքի են կոչերով։ Բայց այսօր մի այլ պրոցես է տիրում, որը մենք արդեն բոլորս ականատես ենք։ Դժվար թե լինի մի պետություն, որի իշխանությունն ու կեղծ ընդդիմություն խաղացող մարդիկ ամբողջությամբ տրամադրված լինեն ժողովրդին միշտ պահել լարված վիճակում և բարիկադի տարբեր կողմերով։ Բայց դա ևս մեզ չի հուսախաբանում։ Հուսախաբ չի անում, որտեղ մենք համոզված ենք, որ հայ ժողովրդի դարերով պատմությունը ապացուցել է, երբ հասունանում է ամենավերջին քրիտիկական կետը, հայ ազգը ամեն ինչից վեր դասում է իր միասնությունը և իր վճռականությունը, որի շնորհիվ էլ կարողացել է գոյատևել ու միշտ հաղթանակով պսակել։ Ահա այն տարբերությունը 88-ի և հիմա։ Մեր այսօրվա հիմնական ասուլիսի նպատակում քննադատելը չի, այս ժողովուրդը 25 տարում տեսել այնպիսի բաներ, այնպիսի ինտերական խաղեր, որ վերջին կատարվածը կարելի է համարել դրանցից ամենաթեթևը կամ նմանակը։ Այս ժողովուրդը տեսել է 27 հոկտեմբերի, մարտի 1, որոնցից ոչ մեկը չի բացահայտվում, սրանից վերան մարտահրավեր ու բանավոր ինչպիսի քննադատություններ, այս անողները չեն մտածում, գիտեն ժողովրդին հասցրել են այնպիսի վիճակի, որ հիշողությունը կորցրել են կամ չեն հիշելու, չեն մտածում, որ գալու է օր, սպասում են, որ գալու է օր այս հրաձգության ասողներին հարցնեն, որն է իրականը կամ ինչու չիրականացրեցիք։ Մենք այսօր առաջարկում ենք ու խնդրում և պահանջում ոչ թե դիմացը հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում լարվածությունը կամ առաջիկա ապրիլի 24-ը 100-ամյակը, որ խաղաղություն, հանդուրժողականություն դրսևորել են։ Մենք հայտարարել ենք ու հայտարարում ենք, դատապարտել ենք ու դատապարտելու ենք բոլոր այն ուժերին անկախ դեմքից ու դիրքից, ովքեր փորձել Հայաստանում քաոս ստեղծելու և Հայաստանը վերածելու Ուկրաինայի։ Երկրորդ, մենք առաջարկում ենք, որ գնում ենք միակ իրատեսական և արդարացիկ ճանապարհով մեր ժողովրդի հետ վճռական գործողություն սկսելու և դա է միակ ճանապարհը լինելու, դա իրոք ժողովրդի վստահության կառավարության ստեղծումն է։ Հիմա հարց կառաջանա, թե ինչ կառավարություն չունենք, ոնց չունենք,
Ինել նման տերմի, որի առաջ դրված է Հայաստանում, ոչ մի պետությունում չկա արեստավարժ կառավարություն ունենք։ Իսկ այդ արեստավարժ կառավարության գնահատականը այսօր տալիս է ժողովուրդը, երբ նիստերի օրն է ամբողջությամբ չիջերով, արդեն հենց նոր գալիս է ինձ, արդեն փոխվել է որակը։ Բացարձակապես